Ուրուգվայը հրաժեշտ է տալիս նախկին նախագահ Խոսե Մուխիկային։ Մոնտեվիդեոյի օրենսդիր պալատում հազարավոր մարդիկ են հավաքվել հարգանքի վերջին տուրքը տալու սիրելի Պեպեին։ Հրաժեշտի արարողությանը ներկա էր նաև Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։ Մուխիկան Ուրուգվայի 40-րդ նախագահը, որը երկիրը կառավարել է 2010-ից 15 թվականներին, հայտնի էր իշխանության նկատմամբ իր յուրահատուկ մոտեցմամբ, որը բնութագրվում էր խստությամբ, ժողովրդի հետ մտերմությամբ ու խիստ բարոյական սկզբունքներով։ Նա մահացել է 89 տարեկանում կերակրափողի քաղցկեղից։ Իր պատանեկության տարիներին 1960-ից 70-ական թվականներին կրվել է Տուպամարոս ազգային ազատագրական ձախ արմատական շարժման շարքերում, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով ու պարտիզանական մեթոդներով պայքարում էր իշխանությունների դեմ։ Նա 6 անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։ Որպես նախագահ իրականացրել է մի շարք առաջադեմ բարեփոխումներ, այդ թվում կանեփի օրինականացում, աբորտի ապաքրեականացում և նույնասեռ ամուսնությունների օրինականացում։ Նա հայտնի էր իր համեստ ապրելակերպով, ապրելով փոքրիկ ֆերմայում ու իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերելով բարեգործությանը։ Այս պատճառով նրան հաճախ էին անվանում աշխարհի ամենաաղքատ նախագահը։ Նրա խոսքերը և արարքները ոգեշնչել էին շատերին, հատկապես երիտասարդներին, ազդել համաշխարհային քաղաքականության վրա։ Մեծ ցավ է, մենք կորցրինք մի մարդու, որը միշտ ամենախոցելիների համար էր պայքարում, և դա իրեն մեծ դարձրեց աշխարհում։ Նա վերջին իմաստուն ավագն էր, կորստի զգացումը շատ խորն է, կարծես որ փացանք։ Անկասկած չափավոր ձախակողմյան գործիչ, որը կամուրջներ էր կառուցում, երկխոսություն էր փնտրում այլ գաղափարախոսությունների ներկայացուցիչների հետ, երբեք չէր ձգտում առճակատման և միշտ շեշտում էր երիտասարդական ակտիվիզմի կարևորությունը։